Սիրելի Աստծո ժողովուրդ, կօրհնեմ ձեզի այսօր Հիսուսի զորավոր անունով ու կուզենամ փոխանցեմ այն, ինչ որ Տերս կուզե այսօր փոխանցե իմ միջիցս ձեզի։ Սիրելիներ, Աստծո գործին մատների արանքով մի նայեք։ Ինչ որ Աստված ձեզի կսիրե, անմնացորդ, ամենաթանկը ձեզի տալով, Աստված կուզե որ դուք այդպես իրան ծառայեք։ Սիրելի Աստծո ստեղծագործություն, սիրելի հավատակիցներ, կուզեմ իմանաք, որ մենք այսօր շատ շատերս մեր գործերով կրնանք ցավցնենք մեր հոր սիրող սիրտը։ Ու գիտեք ինչեղ, մեր հորը մեր ավելցուկները տալով, թե ժամային առումով, թե ֆինանսների առումով, ու մենք բան չունենք թողնելու Աստծո համար, մենք պարզապես բոլորս բաներ ունենք ստանալու Աստծուց։ Ով է իր կյանք ամբողջությամբ Տիրոջը հանձնե ու գսե Տեր, ինձ օգտագործե քո փառքիդ համար, քո անունիդ համար ու գնա իմ առաջիցս։ Ես պատրաստ եմ քեզի թողնեմ ու քո հետևիցդ գամ։ Գիտեք, շատ քիչ մարդիկ են այսօր, որ պատրաստ են այդ քայլը անելուն։ Ես ունիմ մոտ 50,000 բաժանորդներ, շատ շատերի հետ աշխատանք եմ տարել, հազարավոր մարդկանց հետ։ Կրնամ ասեմ, որ մատներիս վրա կրնամ հաշվեմ այն մարդկանց, որոնք պատրաստ են ամեն ինչ թողնեն ու Աստծո հետևից գան։ Որովհետև հիմնականում այսօր շատ մարդիկ գիտեք ինչ կենեն, կուզեն որ Աստված ամեն ինչ թողնի ու իրանց հետևից էշտա։ Երեկ մեր ծառայության ժամանակ Տերս տվեց Սաղմոս 97-րդ գլուխը, որը մանրամասնորեն կաշտացեք, իսկ ես կուզեի 3 խոսքի վրա կենտրոնանայինք։ Սաղմոս 97-ի 3 խոսքը։ Նրա առաջից կրակ կեշտա, ու նրա շուրջի թշնամիները կայրե։ Այս խոսքը ուղղակի ես ամբողջ գլուխը Տերս մանրամասնորեն բացատրեց մեր եկեղեցում, մեր ծառայության ժամանակ, բայց այս խոսքը շատ ուժեղ իմ սրտիս կպա, որ նոր կուզենայի ձեզ էլ ուշադրության արժանացնեի։ Սա նրա առջևից կրակ կեշտա, ու նրա շուրջի թշնամիները կայրե։ Դուք որ Աստծուց առաջ եք ընկել ու կեշտակ, դուք որ չեք մտածել, որ Տիրոջ հետևից էշտակ, արդյոք կմտածեք առաջ էշտալ ինչ կնշանակի Աստծուց։ Կնշանակի, որ իր առաջից, ուշադիր լսեք, նրա առջևից կրակ կեշտա, ու նրա շուրջը եղող թշնամիներին կայրե։ Եթե դու Աստծուց առաջ ես ընկել, Աստծուց առաջ ընկնել կնշանակի մեղանչել Տիրոջ դեմ գիտակցաբար ու չհասկանալ քո տեղդ, ու չհասկանաս, թե քո Աստծու հասկացողությունը ինչքան տարբեր է։ Աստված քեզ ինչքան շատ բան կհասկանա։ Ու չես հասկանա, որ Աստված քեզի համար ավելի հոգատար ծնող է, ու քո մասին ավելի շատ կմտածի, քան դու ինքդ, եթե դու ծնող ես։ Դու կտեսնես, որ դու քո երեխի մասին ավելի շատ կմտածես ու կտանջվես, քան երեխեն իր մասին։ Ախր մենք մեզ չար եղնելով հանդերձ, եթե մենք գիտենք, որ
Մենք մեր երեխեքի լավը կուզենք, ինչ եղկանաս մտածես, որ Աստված քենից ինչ-որ բան կվերցնե, կսրգե քեզ ինչ-որ բանից, դի քու վնասիդ համար է։ Հովանեսի 8:29 խոսք է, գիտեք ինչ կսե։ Եվ ինձ խրգողը հայրը ինձ մենակ չթողեց, որովհետև ես միշտ նրան հաճելի բաներ եմ անում։ Գիտեք, ուզես որ Աստված միշտ քեզ հետ եղնե, դու դի միշտ իրան հաճելի բաներ ենես։ Սիրելիներ, Աստված մե մեղքի պատճառով կրնա մեզի թողե, եթե մենք չապաշխարենք։ Ուղղակի մտեք Աստծո հնազանդության մեջ։ Ուղղակի փնտրեք Աստծո երեսը ու կատարեք Աստծո կամքը։ Հասկացեք, որ Տերը պիտի ձեր առաջից էշտա։ Տերը ձեր հետևից չի էշտա։ Իսկ եթե դուք Տիրոջ առաջից կուզեք էշտակ ձեր կամքը թելադրելով Աստծուն, դուք շատ փորձանքներ կգրեք։ Ու այդ ժամանակ հեչ մարդու մի կմեղադրեք, եթե ձեր կյանքը օրհնված չէ։ Ձեր կյանքի ցանկացած ոլորտը թույլ տվեք, որ Աստված ղեկավար է ու կառավար է։ Ու հիշեք, Աստված ձեզի մենակ չի թողնի, որովհետև դուք միշտ իրան հաճելի բաներ կենեք։ Գիտեք ինչի Աստված անընդհատ իմ հետս, իմ կողքս, ամեն րոպե ու ամեն վայրկյան։ Որովհետև ես համարձակ կրնամ ասեմ, չկա մի հատ բան, որ ինքը ուզենա ու ես չենեմ։ Ամեն ինչը իր ասածով կենեմ, ուրա ում այցելեմ, ում ինչ զոհաբերեմ, ինչ օրհնեմ, ում հասնեմ, ում քարոզեմ։ Երեք այնքան հետաքրքիր էր, մի հատ քրոջ ցույց տվեց, որը իրա հոժար կամքով խմբագից դուրս էր եկել ու սավ խոսա իրա հետ։ Մեր եկեղեցուց դուրս էր եկել։ Ես դեր կեղնոր իրա հետ մեկ ուրիշ է խոսա։ Իրոք չի ուզել խոսայի արդեն իրա հետ։ Սավ դուք հիշես ինձ ինչ ես խոստացել։ Որ պիտի հոգ տանիս իմ երեխեքիս մասին։ Սի հատեր չան։ Ես հենց մի կխոսամ։ Ու խոսացի այդ քրոջ հետ, ու գիտեք ինքը շատ հզոր զորավոր քուր է։ Ու փառք Աստծուն, այսօր ինքը նորից Տիրոջով խմբակ վերադարձավ։ Ինչ կուզեմ սեմ, մեր մեջը բարի բան չկա։ Ես ամեն ժամանակ կսկամ, թե Տերը ինչեղ ամեն մեկիս շատ կսիրե։ Ինչեղ կսպասի իր երեխեքի վերադարձին։ Սիրելով համդերց նաև շատ խիստ է։ Գիրա եկեղեցին կուզե որ շատ սուրբ ու մաքուր եղնի։ Բացեք Եզրահ գիրքը, կարդացեք, ես վերջերս դիգնձի ցույց կուտար Տերես։ Աստված իր տաճարի նկատմամբ ինչ կան ու շատ իր ու փոքր բանի համար ինչ ձևի կտա դե։ Որ ամեն ինչ պիտի իր ուզածով ու իր դրած կարգ ու կանոնով։ Եկեղեցին սուրբ վայր է, ու ես կտեսնեմ, թե Աստված ինչեղ բարգություն կիջնե, երբ որ մեկը մեղքի մեջ կյանի։ Երեք ծառայության ընթացքում քրերից մեկը ինքը գիտեր որ մաս կտրել է մեղքի։ Ծառայության ընթացքում ու ես կսպասեմ, որ նոր հոգի է պիտի փոխվի եւ այլն։ Ինքը սկսել էր մաս կտրել։ Աշխատանքի տեղից միացել էր։ Դերսավ հենց մի իրան խմբագից համ։ Հանեցի, զգուշացրեցի, ուսի քուրշան, դու իրավունք չունիս։ Եկեղեցում քարոզես որ մաս կտրելը մեղք չէ։ Կամ մեղք կպտեշտա եկեղեցուց, կամ մենք։ Կամ էլ Աստված։ Կան մարդիկ, որ իրանց կթվա, որ Աստված մեղքերը կհանդուրժե չէ։ Դավիթ թագավորը մինչև չապաշխարեց, Տերը իրան չվերադարձավ։ Բոլոր այն մարդիկ, որոնք մեղանչել են Տիրոջ դեմ, մինչև չապաշխարեն, Տերը իրանց կյանքի մեջ չի վերադառնա։
Այսօր դու եթե խապված ես ու կմտածես, որ համեղ կգործես համաստված քեզի հետ է, ու եկեղեցուց եկեղեցի կտեղափոխվիս, որտեղ որ քու օրենքներիդ կհավնին, ոչ թե աստվածային օրենքներին, դու շատ խղճուկ մարդ ես, որովհետև դու իրականում Աստծուն չես փնտրել, դու կուզես որ ոչ թե դու Աստծու օրենքներին հնասանդվես, այլ կուզես որ Աստված հնասանդվի քու օրենքներիդ, ոչ թե կուզես որ Աստծո կամքը կատարվի քու կյանքիդ մեջ, այլ կուզես որ քու կամքը կատարվի Աստծո կյանքի մեջ։ Հասկնաք կա տարբերությունը, սիրելիներ, չեք հասկնա, թե ինչքան ձեր հոր սիրտը կցավծնեք, չեք հասկնա, թե ինչքան Աստված ձեզի շատ կսիրե, ու այն ինչ որ կսե ձեր օգտի համար կսե։ Ես կտեսնեմ, թե Աստված ձեզ ինչքան շատ կսիրե։ Դուք գիտեք, ես օրվա մեջ ինչքան զանգերի կպատասխանեմ, ինչքան հարցերի կպատասխանեմ, ինչքան մարդկանց հետ կաշխատեմ։ Ու գիտեք ինչի, որովհետև Տերս ինձ ասավ, դու ինձ կսիրես, սի հա Տեր ջան։ Երբ որ ես շատ տխուր էի ու քասելի մեջ էի, սավ արածեցրու իմ ոչխարներից։ Դուք հասկնաք, թե Տերը ձեզ ինչքան շատ կսիրե։ Ու շատերը ինձնից շնորհակալություն կհայտնեն, կմտածեն, որ ես բարի եմ։ Մի խաբվեք, երեխեք ջան։ Ես քիչ առաջ պատմեցի, որ ես չի ուզել զանգեի այդ քրոջը, բայց Տերը սավ դունձի խոստացել ես։ Այսինքն Տերը պարզապես զանգեց այդ քրոջը։ Դուք գիտեք, ձեզ Աստված ինչքան կսիրե։ Ու ես որ սկան կաշխատեմ շատերի հետ, ու գիտեք ինչքան կյանքեր կփոխվին ակնթարթային արագություններով։ Ես ուղղակի զարմացած եմ մնացել։ Մարդ, որը սխալ կապի մեջ էր 10 տարի։ Տարիներ շարունակ չի կնացել, ազատագրվի ինձ այդ խոսալուց հետո ինքը միանգամից կազատագրվի։ Ու որ իրա համարը տվել էր, զանգի զարմացել եք, գիտես 10 տարի խոսանք չէր կրնա ազատագրվեր։ Եսի որովհետև Տեր ինձի հետ դիպուկ կխոսա։ Ու ինչ որ ես իրան էսե նույն բանը Աստված էր սե իրան, ցույց էր տվել այդ մարդու դեմքը խոսի դեմքով։ Ու Աստված ինձ ցույց տվա, որ ինքը լավ մարդ չէ, ինքը չար մարդ է, սատանայից է։ Ու ինքը ազատագրվավ։ Մի հատ աղջիկ, որ նոր շատ տխուր նեղված էր, ես վկայություններ կսեմ, որոնք այս երկրորն են կատարվել։ Լաց կեղն է, անձնական հարցեր հետ կապված, ես ընդամենը ասել եմ Տերը քեզի բան ունի փոխանցելու, մաման կպատմե, թե այն երեխեն, որ նոր հեչ մեկի հետ չէր ուզել խոսար, քեզ հետ խոսալուց հետո թռվռար գա։ Գիտեք ես ինչի մարդկանց շատ դիպուկ պատասխաններ կուտամ, որովհետև ես մեկ բանում կգիտակցեմ, որ ես պետք թույլ տամ, որ Տերը ձեզ հետ խոսա, ու Տերը գիտե ամեն մեկիդ խնդիրը, թե ով ինչի կարիք ունի, ու դիպուկ արմադախիլ կենա խնդիրը, ու պատասխաններ տվողը ես չեմ, այլ Աստված։ Ու գիտեք հետաքրքիրը որն է, որ իմ աղոթքիցս հետո երկրորդ օրը կբացահայտվի, թե այն տղեն, որի հետ ինքը ուզեցել է ընտանիք կազմել, ինչի է կորել ու ինչքան խնդիրներ ունի։ Աստված մեծ գործեր կենա մեր եկեղեցում։ Ու գիտեք ինչի, որովհետև մեր եկեղեցին քանակ չի հավաքել։ Մեր եկեղեցում կա լուրջ կարգուկանոն։ Մեր եկեղեցում կա սրբություն, ու մեր եկեղեցին կհամարվի սուրբերի ժողով։ Զոհաբերությունները կօրհնվին Աստծո կամքի պես ու Աստծո փառքի համար, ու Աստծո գործի համար։ Ես Պդեշտան Վրաստան հմի այցելության մի հատ կնոջ, որ նոր կորցրել է համարյա 1 տարվա մեջ համ տղին, համ աղջկան, ամուսինը մահացած է,
կաբրի վարձով տուն, ինքը տնից նույնիսկ դուրս ունես չի կրնային է, հարևաններ իրանք օգնեն, ինչ կարծիքի եք, ճիշտ կենեմ, թե չէ, Տերը կառաջնորդ է, թե չէ, իսկ ինչ կարծիքի եք, դուք որ նստել եք ու մենակ կլսեք ու չեք օգնեց էր քրոջը, ճիշտ կենեք, թե չէ, իսկ դուք գիտեք, որ այդ քուր այդ վիճակի մեջ $10 էր ուղարկե, զոհաբերություն, ու գիտեք, այդ $10 զոհաբերությունն է Տերը ինձ ասա, որ ես զոհաբերեմ ու օրհնեմ, էլի որպես վայրի կնոջ, որ նոր էլի վարձով կաբրեր ու իրա տղան մահացել էր։ Մի քսես քո երազներ մի պատմե, դիգի մերածս չէ, դիգի այդ քրոջ երազն է, որի նոր չեք ճանճը։ Ես իմ երազները չպատմե։ Իմ երազս մենակ մեկն է, որ կուզեմ բոլորդ իմանաք։ Ես կուզեմ սուրբ կյանքով ապրեմ ու ցեսի մոտեցնեմ Աստծուն, որ դուք ես սուրբ կյանքով ապրեք։ Ու իմ խոստումը սպայեմ Տիրոջ առաջ, հոգ տանիմ իր երեխեքին ու իրան հավիտյան հավատարիմ մնամ։ Մտածեք, որ ամեն մեկդ օգնեք ձեր հավատակցին, ինչ կապ ունի, որ ձեր եկեղեցուց չէ։ Տիրոջ եկեղեցուց է։ Տիրոջ երեխեն է։ Ինքը ձեր օգնության կարիքն ունի։ Ոչ մի հոգի չի զանգե։ Ոչ մի հոգի չի սե կանգնեք փոխանցում ենեմ այս 1000 դրամներ տար աննաքուր այդ քրոջը։ Ինչի՞։ Որովհետև սա Աստծուց կսպասեք որ ցեզեն է։ Դուք Աստծու համար հեչ բան չունի կենելու։ Դուք գիցեցիք թվա թե այսօր մի կեշտամ այդ քրոջը կայցելեմ, Իժան կայցելեմ, Հիսուսին կայցելեմ։ Չոր Հիսուսը սավ ձեզանից մեկին արին, ինձի արին։ Ձեզանից մեկին չարին, ինձի չարին։ Ինքը կրնա զոհաբերություն են է, դուք չեք կրնային եք։ Ու ցեզի քրիստոնյա կհամարեք, հա։ Դուք գիտեք ովքեր են զոհաբերություն ենողները միշտ, չունեցողները։ Ես ձեզ եմ ամենացնծող զոհաբերությունը այս տարիների ընթացքում որ նոր ուղարկվել է, այդ քուրն էլ չէ։ Մի հատ քուր զանգեց ինձի Բելգիայից, ես դիք երբեք չեմ մոռանա։ Սավ գիտես քուր, սավ, Աննա ջան, ես զանգել եմ, ես դիալեզով հիվանդ եմ, ուշադիր լսեք։ Սավ, բայց ես ով մի բանի կարիք չունեմ։ Իրանք իրանց տունը ամեն ինչը ծախել են ու գնացել են Բելգիա։ Սավ ես զոհաբերություն կուզեմ խրգեմ, բայց չգիտեի ում խրգի Աստված քեզի ցույց տվա որ խրգեմ։ Սիքուր չան, սի դու դիալեզի հիվանդ ես ու կարիք չունիս հեչ մի բանի, չէ սավ։ Ես ուղղակի կուզեմ որ գումար ուղարկեմ, որ դու էշտաս այցելությունների օգնես կարիքավորներին։ Ու գիտեք, ինքը ամեն ամիս կանոնավոր գումար կուղարկեր, 30 եվրո։ Իժան ինչ կանոր կուդային, իժան որպես հիվանդ, ինչ ընդեղ։ Ինքը կուղարկեր։ Հետո կանգնեցրին թոշակ, էլի կուղարկեր։ Մի անգամ սիքուր չանցեցի, դու ուր դիս կուղարկես այս գումարները ու մի անգամ էլ $50 ուղարկեց, երբ որ ես Երևան կեշտայի այցելության ու այնքան հետաքրքիր էր այդ այցելության ժամանակ այսօր գնացի ու Տերեսա որ այդ գումարից կօրհնես այդ ընտանիքին։ Իհարկե Տեր ջան։ Գնացի որ այդ ընտանիք որտեղ որ ես գնացել եմ վերջի կոպեկներով են հածառե ու եկուսվա տրանսպորտի փող նույնիսկ չունեին։ Աստված իրան ժամանակին գումար խրգեց, որպեսզի ես օրհնեի այդ ընտանիքին։ Ով կխրգե գումար։ Դիալիզով հիվանդը։ Ինքը այսօր երևել չկա, որովհետև մեր կապը կորավ։ Վերջում ինքն ասավ, Աննա ջան, չի ուզե քեզ ասեի, ես շատ վատ եմ։ Չի ուզե ասեի, որ դու չտխրեիր։ Ու ես իրան շատ մեծ ցավով կհիշեմ։ Ինքն որպես վայրի կնոջ 5 լում այդպես է։ Դեղը ինձի համար։ Ու մի անգամ
Երբ որ ես իրան հարցրի, քուր հմոր քեզի փող չեն տա, դու ուր իսկ գումար կուղարկես։ Գիտեք ինձ ինչ պատասխանեց։ Սավ ամուսին սոր մարդի ուտին ինձի փող կուդար ծաղի կառնում, այդ փողը կպայեմ չեմ առնի։ Որ 2 կիլո մսի փող կուդա, 1 կիլոն կառնեմ, 1 կիլոն կպայեմ, քս այդպես կհավաքեմ ու քեզի կխրգեմ։ Հիմի դուք ձեր փողերը տակ թոշակի տակ դրեք ու վրան քնեք։ Ու գիտեք, ձեզի կթվատ է այդ քուրը հիմի երկնքում իրա վարձկը չի առե։ Ախր հիմի է ժամանակ, որ օգնենք այն մարդկանց, որոնք սպես կարիքների մեջ են։ Դու գիտեք, ինձի համար շատ հեշտ է, որ ես ըտկան տեղեր կեշտամ կօգնեմ, ու դուք չգիտեք ես ինչ չափով կօգնեմ։ 4 հատ երեխա կպայեմ, ամուսինս մահացած է, 4-ը անչափահաս, բայց ես միշտ կօգնեմ, ու ես չեմ հասկնա, թե ուրդից ինձ այդքան գումար կեղնոր կօրհնեմ, ուրեղից այդքան բաներ կեղնոր սաղ տեղերը կօրհնեմ, գիտեք որտեղից կեղնի, ունիմ ուղղակի ցանելու սիրտ։ Աստված սերմ կուդա, ցանել սիրողին, մի սա չունիմ, սա տալու սիրտ չունիմ, ես վերցնող եմ, ես կսիրեմ վերցնել, որ ես քեզի հարգեմ, ինչ ջղկեղնի որ դու չունիս, են քուրը ունի, ես ունիմ, դու չունիս։ Ժողովուրդ ջան, շարժվեք, օգնեք մեկը մյուսիդ։ Ես Վրաստանից հետո էլի այցելություններ ունիմ, ամսու մեկին պետք է իշտամ Վրաստան աշտեմ պայմանավորվել եմ, այդ քրոջը այցելելու, հենց այսօրվանից ժամանակն է, աղոթեք Տիրոջից, հարցրեք, ինչքան զոհաբերեք, փոխանցումներ երեք, ես պիտի անպայման հրապարակեմ ձեր փոխանցումները ու տամ այդ քրոջը Աստվածը բաց ու թափանցիկ օգնեմ կարեկավորներին, հումոր Աստված ցույց կտա։ Սկանը, ինչ որ կուզենայի այսօր ձեզ ասեի, ուղղակի արեք կանգնեք կողքս ու մեծ գործեր ունենք։ Եթե կան մարդիկ, որոնք կուզեն մեր ընտանիքի մասը կազմեն, սուրբ կյանքով ապրին, հնազանդվին Աստծո օրենքներին, հեռախոսահամարից զանգեք, կապի մեջ դուրս արեք, սիրով կմտցնեմ ձեզի խմբակ, եկեղեցի, որի վերնագիրն է, աշտարությունը կհաղթե, որի մասին Տերը կխոսա, Սաղմոս 97-րդ գլխում, թե ինչքան կարևոր է աշտարությունը, որի վերնագիրը Տերն է դրել։ Կամ անունը։ Հեռախոսահամարս գրեք +374 98 95 0071։ Մեկնությունները կփակեմ, որովհետև Տերը պատվիրելով փակեմ, չեմ հասցնե պատասխանեմ մեկնություններին, որովհետև չափից դուրս շատ զանգերի կպատասխանեմ։ Հեռախոսահամարս տեսանյութի տակ էլ կտեղադրեմ, ովքեր կուզեն կրնան զանգեն, ովքեր կուզեն փոխանցումներ ունեն մեր հիվանդ քրոջը միայնակ, Աստվածաշնչի մեջ կսե որբերին, որբե բաժիներին օգնեք։ Ուրեմն քայլեր եղեք։ Եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով, մենք էլ կշարունակենք աղոթել բոլոր ազգերի, ցեղերի, լեզուների, ժողովուրդների համար։ Նաև կաղոթեմ, որպեսզի Աստված ցեզի տա զոհաբերող սիրտ։ Հազարավոր մարդկանցից մեկը նույնիսկ փոխանցում մեր բաժանորդներից չկատարեց, որ օրհնեմ այդ քրոջը։ Հուսով եմ, որ այս տեսանյութը լսելուց հետո, որ պատկերացրեք Հիսուսը հմիքու դեմդ նստած քեզ հետ կխոսա ոչ թե Հիսուսի Աննան, այլ Հիսուսը ու քեզի կսե դուր չես ենե, եկուց որ իմ առաջս կագնար, ինչ պդի ընձի պատասխան տաս, ես քեզի համար հիչ բան չեմ երոր, դու իմ երեխեքիս համար հիչ բան չունիս ենելու, հասկացաք ժողովուրդ ջան, հմի ոչ թե Հիսուսի Աննան կխոսա ձեզի հետ, այլ Հիսուսը կխոսա իրա Աննայի միջոցով, եղեք օրհնված Հիսուսի զորավոր անունով։